Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները մաթեմատիկայից։ Այսօր մենք սովորենք 1-ի և 0-ի բազմապատկում բաժանում 1-ի։ Գիտելիքների սրահում տեսնում ենք կանոններ։ 1-ի ցանկացած պատիկ հավասար է այդ նույն թվին։ 5 անգամ 1 հավասար է 5, 8 անգամ 1 հավասար է 8։ Որևէ թվի և 1-ի քանորդը այդ նույն թիվն է։ 5-ը բաժանած 1-ի հավասար է 5, 8-ը բաժանած 1-ի հավասար է 8։ Ես իմ աշակերտներին այսպես եմ սովորեցրել. երեխաներ, եթե թիվը բազմապատկում ենք 1-ով կամ բաժանում ենք 1-ի, նշանակում է այդ թիվը կանգնեցնում ենք հայելու դիմաց։ Ամեն մի թիվ հայելու մեջ կտեսնի ինքն իրեն։ Այսինքն ցանկացած թիվ 1-ով բազմապատկելիս ստանում ենք այդ նույն թիվը, ցանկացած թիվ 1-ի բաժանելիս նորից ստանում ենք այդ նույն թիվը, որը բաժանել ենք։ Հիմա անցնենք 0-ով բազմապատկմանը։ 0-ի ցանկացած պատիկ հավասար է 0-ի։ 0 անգամ 5 հավասար է 0, 5 անգամ 0 հավասար է 0, 8 անգամ 0 հավասար է 0։ Ասում ենք, որ 0-ն այնպիսի մի հայելի է, որի մեջ տեսնում է միայն ինքն իրեն։ Ինչ թիվ ուզում է կանգնի 0-ի կողքին, եթե բազմապատկում է կամ 0-ն ենք բաժանում այդ թվին, ապա հայելու մեջ տեսնում ենք միայն 0։ Իսկ 0-ի վրա բաժանելը իմաստ չունի։ Այսինքն, եթե խաչը տեսնում եք, նշանակում է ցանկացած որևէ թիվ 0-ի չենք բաժանում։ Այն առաջադրանքները, որոնք կան աշխատանքային տետրում, մենք կկատարենք տետրում, իսկ հիմա կատարում ենք բանավոր առաջադրանքները։ Առաջադրանք 207-ը լրացրու պնդումները օգտագործելով արտադրյալ, քանորդ, բաժանել բառերը։ Արդյունքները հիմնավորիր երկուական օրինակով։ Ցանկացած թվի և 1-ի արտադրյալը հավասար է այդ թվին։ 5 անգամ 1 հավասար է 5-ի, 15 անգամ 1 նույնպես հավասար է 1-ի։ Ցանկացած թվի և 1-ի քանորդը հավասար է այդ թվին։ 20-ը բաժանած 1-ի հավասար է 20-ի, 18-ը բաժանած 1-ի հավասար է 18-ի։ Ցանկացած թվի և 0-ի արտադրյալը հավասար է 0-ի։ Որևէ թիվ 0-ի բաժանել չի կարելի։ Հիշում եք, չէ՞, ասացի 0-ն որ թվի կողքին կանգնի և նայի հայելու մեջ կտեսնի միմիայն իրեն։ 5 անգամ 0 հավասար է 0, 20 անգամ 0 հավասար է 0։ 0-ի վրա բաժանել չի կարելի։ Առաջադրանք 210-ը։ Շարունակելով միմյանց լրացնենք վանդակները։ Որն է ձեր հուշումը։ Ինչ գիտելիք եք կիրառելու։ Նայում ենք և ասում ենք անհայտ գումարելին գտնելու կանոնն է մեզ օգնելու։ 12-ը կազմված է 3-ից և 9-ից, անհայտ գումարելին գտնելու համար գումարից հանում ենք հայտնի գումարելին։ 15-ը կազմված է 5-ից և 10-ից, 18-ը կազմված է 3-ից և 15-ից, 16-ը կազմված է 2-ից և 14-ից, 9-ը կազմված է 4-ից և 5-ից, այստեղ տեսեք 4 և 5 թվերի գումարը 9 է, պիտի 4-ին 5 գումարենք, որ ստանանք 9։ 4-ը կազմված է 2-ից և 2-ից, 25-ը կազմված է 5-ից և 20-ից, անհայտ գումարելին գտնելու համար գումարից հանում ենք հայտնի գումարելին։ 211 համարը կատարելու ենք, գտնելու ենք սխալը և ուղղելու այդ սխալը։ Ստուգենք։ 4 գումարած 8 հավասար է 12, 2-ը գրում ենք, տասնավորը տալիս ենք տասնավորներին։ 5 տասնյակ ունենք, մեկն էլ տվեցինք, դարձավ 6, 62, ճիշտ է կատարված։ Գումարման գործողություն է, 3 գումարած 7 հավասար է 10-ի, 0 միավորը գրում ենք, 1 տասնյակը տալիս տասնավորներին։ 4 գումարած 3 հավասար է 7-ի, 1 տասնյակ էլ ունենք 8, սխալը հետևյալն է։ Մյուս առաջադրանքը նայում ենք հանման գործողություն է, 7-ից 9 չենք կարող հանել, փոխ ենք առնում, ստանում ենք 17-ից հանած 9 հավասար է 8-ի, 7-ից 1 տասնյակը տվել ենք, մնացել է 6 տասնյակ, 6 տասնյակից էլ հանած 1 տասնյակ հավասար է 5 տասնյակի, ճիշտ է կատարված։ Հաջորդ օրինակը գումարման գործողություն է, 5-ին գումարած 7 հավասար է 12, ուղղում ենք սխալը,
2-ը գրում ենք 1 տասնյակը տալիս տասնավորներին, 5-ին գումարած 3 հավասար է 8-ի, 1-ն էլ ունենք 9։ Այստեղ գումարման գործողություն էր տրված, բայց կատարվել էր հանում։ Հաջորդը 0-ից 4 չենք կարող անել, փող ենք առնում 1 տասնյակը, 10-ից հանած 4 հավասար է 6-ի, 6 տասնյակից մնաց 5 տասնյակ, 5-ից էլ հանած 3 հավասար է 2-ի, ոչ թե 1-ի։ Հաջորդ օրինակը ճիշտ է կատարված։ Համագործակցության սրահում կատարում ենք 213 համարը։ Մենք սովորում ենք օգտվել տրամագրերից, երեխաներ։ Այս գծագիրը տրամագիր է, շախմատի դասերի ընթացքում դուք տարբեր տրամագրեր տեսել եք, օգտագործել եք, գիտեք կիրառման եղանակները։ Աշոտի ինքնաթիռների մասին տվյալները ներկայացված են տրամագրի տեսքով։ Ըստ տրամագրի պատասխանեք հարցերին։ Նայում ենք ինքնաթիռներին, քանակը եւ տեսնում։ Տեսեք, թե ինչքան շատ վերլուծություններ կարող են կատարել օգտվելով տրամագրից։ Նայեք։ Քանի կանաչ ինքնաթիռ ունի Աշոտը։ Հաշվում ենք կանաչ ինքնաթիռները, 5 ինքնաթիռ միաժամանակ լրացնում ենք կողքի աղյուսակը։ Կանաչ ինքնաթիռների թիվը 5 է։ Հետո հարցնում է, որ գույնի ինքնաթիռներն են ամենաշատը։ Նայում ենք, կարմիր ինքնաթիռները ամենաշատն են։ Տեսեք, մեզ օգնում է խաչերի թիվը նայելով, արտաքուստ երևում է, որ ամենաշատը կարմիր ինքնաթիռներն են։ Որ գույնի ինքնաթիռներն են ամենակիչը։ Ամենակիչը դեղին ինքնաթիռներն են։ Որքան դեղին ու սպիտակ ինքնաթիռ ունի Աշոտը, դրա համար պետք է դեղին ինքնաթիռների թվին գումարենք սպիտակների թիվը։ Կարմիր ինքնաթիռները որքանով են ավելի դեղիններից, տեսեք, կարմիրը նայում ենք, հետո դեղինները, գիծը տանում ենք տրամագրի, հաշվում ենք, թե որքան է ավել։ Հիմա լրացնում ենք աղյուսակը, դեղին ինքնաթիռները 4-ն էին, կապույտները 8, սպիտակը 5, կարմիրը 9, կանաչը 5։ Այս աղյուսակների և տրամագրի միջոցով մենք կարող ենք կատարել գործողությունները, նայած թե մեզ որն է ավելի հարմար, որ հարցին ավելի հեշտ կպատասխանենք։ Կան հարցեր, օրինակ համեմատելու հարցերը, արտաքուստ երևում է, պարզ մենք կարող ենք տարբերությունները հաշվել այս աղյուսակի տրամագրի միջոցով։ Իսկ մյուս աղյուսակում ուղղակի գործողությունները կարող ենք ավելի հեշտությամբ կատարել։ 216 համարը պետք է հաշվենք խորանարդիկների թիվը։ Միայն առաջին օրինակն եմ ուզում երեխաներ բացատրել։ Եթե նայում ենք, որ համաչափություն կա, կարող ենք 2-ով բազմապատկել եւ արագ հաշվել։ Առաջին հարկում տեսեք 3, 3, 2 անգամ 3 հավասար է 6, բայց հետևի մասում տեսեք մեկական խորանարդիկ էլ ամեն հարկում ավելացված է, որպեսզի հենարան ունենա, 6-ին էլ գումարած 1։ Հետո երկրորդ հարկում 2-ական է յուրաքանչյուր շարքում, 2 անգամ 2 հավասար է 4, նորից 1 հատ էլ հենարանն է, որ հենվեն խորանարդիկները։ Եվ երրորդ շարքում ամեն շարքում 1 հատ է, 2 անգամ 1 եւ եւս գումարած 1-ը, որը հետևի մասից կարծես հենարան է։ Հաջորդ օրինակների մեջ երկրորդում 9 է, երրորդում 12, չորրորդում 10։ Անցնենք աշխատանքային տետրին։ Կատարում ենք առաջադրանք 206-ը, հաշվել արտահայտության արժեքը։ Հիշում ենք կանոնները, ցանկացած թիվ 1-ով բազմապատկելիս ստանում ենք նույն թիվը, 0-ն ցանկացած թվով բազմապատկելիս ստանում ենք 0։ Հաջորդ օրինակներում նույնպես նույն կանոնը օգտագործելով գրում ենք։ Խնդիր 208-ը։ Առավոտյան ժամը 7-ին Սուրենը գնաց դպրոց եւ վերադարձավ 8 ժամ հետո։ Ժամը քանիսին Սուրենը տուն վերադարձավ։ 7-ին գումարած 8 հավասար է 15, ժամը 15-ին։ Հիշում եք ինչպես էր 15-ը ժամացույցի սլակներով ցույց տրվում երեխաներ։ Ժամը 15-ը կլինի ցերեկվա ժամը 3-ը, փոքր սլակը պիտի լինի 3-ի վրա, իսկ մեծ երկար սլակը 12-ի վրա։ Խնդիր 209։ Ներկայացում սկսվեց երեկոյան ժամը 8-ին եւ վերջացավ ժամը 11-ին։ Քանի ժամ տևեց ներկայացումը։ 11-ից հանած 8 հավասար է 3 ժամ։ Պատասխան՝ ներկայացումը տևեց 3 ժամ։ Ժամացույցի սլակին նայեք, երեխաներ, կարմիր սլակը ցույց է տալիս ժամերը։ 11-ից հանել ենք 8, ստացել ենք 3։ 3 պտույտ է կատարել ժամացույցի սլակը, մինչև հասել է ժամը
11-ի։ Առաջադրանք 212-ը հաշվում ենք տարբերությունը, հիշում ենք երեխաներ հանման, գործողության կամ տարբերության բաղադրիչները, նվազելի, հանելի, հիշում ենք գումարման բաղադրիչները, գումարելիներն են, արտադրյալի բաղադրիչներն ենք սովորում, դրանք արտադրիչներն են, իսկ քանոշտի բաղադրիչներն են բաժանելին և բաժանարարը։ Երբ ասում ենք տարբերություն, հասկանում ենք հանման գործողություն, վերհիշում ենք սյունակաձև հանումը և կատարում գործողությունները։ Այնուհետև կատարում ենք սյունակաձև գումարում, քանի որ գումարը գտնելու համար պետք է երկու թվերը իրար գումարենք։ Արտադրյալը բազմապատկման գործողությունն է, 3 և 4 թվերի արտադրյալը կլինի 3 անգամ 4 հավասար է 12-ի։ 8 և 3 թվերի արտադրյալը կլինի 8 անգամ 3 հավասար է 24-ի։ Քանի որ երեխաները 8-ի աղյուսակը դեռ չեն սովորել, սովորեցնում ենք արտադրիչների տեղափոխական օրենքը 3 անգամ 8-ը հավասար է 24-ի, նշանակում է 8 անգամ 3-ն էլ հավասար է 24-ի։ Նույն ձևով 5-ի և 6-ի արտադրյալն ենք հաշվում, որը հավասար է 30-ի։ Քանոշտ բառը նշանակում է բաժանում։ 35 և 5 թվերի քանոշտը հավասար է 7-ի։ 20 և 2 թվերի քանոշտը հավասար է 10-ի։ 45 և 5 թվերի քանոշտը հավասար է 9-ի։ Վերականգնում ենք հավասարությունը։ Տեսեք երեխաներ, 36-ը հավասար է 4, մյուս գործողությունը և թիվը պակասում է։ Մենք այստեղ կարող ենք, քանի որ 36-ը և 4-ը նայում ենք աղյուսակային թվեր են, կարող ենք գրել 36-ը հավասար է 4 անգամ 9-ի։ Նաև կարող ենք գումարման միջոցով կազմել 36-ը հավասար է 4-ին գումարած 32։ 27-ը հավասար է 3 անգամ 9-ի կամ 27-ը հավասար է 3-ին գումարած 24։ Այս դեպքում արդեն մենք կարող ենք 3 գործողությամբ վերականգնել և գումարում, և բազմապատկում, և հանում։ 48-ը հավասար է 8 անգամ 6-ի, 48-ը հավասար է 42-ին գումարած 6, նաև 48-ը հավասար է 54-ից հանած 6։ Նույն ձևով հաջորդ օրինակը։ Երրորդ շարքը կարելի է կատարել միայն գումարման և բազմապատկման միջոցով։ 7 անգամ 4 հավասար է 28-ի, 7-ին գումարած 21 հավասար է 28-ի։ 3 անգամ 9 հավասար է 27-ի, 3-ին գումարած 24 հավասար է 27-ի։ Եվ ամենավերջում խաղ ենք խաղում երեխաներ։ Նետում ենք երկու զառ, տվյալները գրանցում ենք աղյուսակում և հաշվում արտադրյալը։ Ենթադրենք, առաջին զառը 4 է զառի վրա հայտնվել, երկրորդ զառի վրա հայտնվել է 5 թիվը։ 4 անգամ 5 հավասար է 20-ի։ Մի քանի օրինակ ես եմ գրել, մնացածը դուք կարող եք ինքնուրույն անել։ Եթե 1 և 3 է, մեկը բազմապատկում ենք 3-ով, ստանում 3։ Եթե երկու զառի վրա էլ 6 նիշն ենք տեսնում, 6 անգամ 6 հավասար է 36։ 5 և 6-ի դեպքում տեսնում ենք 5 անգամ 6 հավասար է 30։ Երկու 4-երի դեպքում 4 անգամ 4 հավասար է 16, մնացածը խաղացեք ինքնուրույն։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։